Էջմիածնում Մայրաթորի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծվել է մի նախագիծ, որն այդպես էլ չի դառնում իրականություն։ Խոսքը մանկապատանեկան զարգացման և կրթական նորագույն Էդու Թումո կենտրոնի մասին է։ Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Հեղինակներն են ճարտարապետներ Արա Վարդանյանը, Գեորգի Պոչոյանը, Ժիրայր Յազջյանը, Հայկ Սողոմոնյանը։ Պատրաստվել է թե ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա։ Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում։ Էդու կենտրոնի նախագիծը դեռ 2022 թվականին բախվել է տեխնիկական մի խնդրի։ 4500 քառակուսիմետր տարածք զբաղեցնող ապագա կենտրոնի ընդամենը մի քանի 100 քառակուսիմետր հատված համընկել է համայնքին պատկանող փաստացի չօգտագործվող տարածքի հետ։ Խնդրի լուծման համար վաղարշաբաթի ավագանին այդ հողատարածքը նվիրատվությամբ փոխանցել է Մայրաթորին, սակայն արդեն պետական գրանցման փուլում գործընթացը կասեցվել է և ծրագիրը փաստացի սառեցվել։ Բարեգործական ծրագրի իրագործումը մի քանի տարի արհեստականորեն ձգձգվում էր, իսկ 2026 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունեց հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որով եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածք այլևս արգելվում է տրամադրել։ Մայրաթորից այս հարցի շուրջ պարզաբանում են. նման որոշումը հիմնազուրկ է, անընդունելի և մեծապես խոչընդոտելու է մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանն ուղղված եկեղեցու հոգեխնամ, սոցիալական և կրթադաստիարակչական առաքելությանը։ Խնդրի կարգավորման նպատակով Մայրաթորը 2022 թվականին դիմել է Վաղարշաբաթը համայնքի ավագանուն, որն էլ 2025 թվականի հոկտեմբերին թիվ 119A որոշմամբ նշված հողատարածքն անհատույց նվիրատվությամբ հատկացրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, սակայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման փուլում կադաստրի կոմիտեն վաղարշաբաթի համայնքապետի դիմումի հիման վրա կասեցրել է գործընթացը, որով և ձախողվել է կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի իրագործումը, ասվում է Մայրաթորի պարզաբանման մեջ։ Ըստ էության խոսքը միայն մեկ շենքի մասին չէ, խոսքը համայնքային հնարավորության մասին է, որը չի իրագործվում։ Եթե նախագիծը կյանքի կոչվեր, Վաղարշաբաթի և հարակից բնակավայրերի ավելի քան 2000 երեխա իր իսկ քաղաքում կունենար ժամանակակից կրթության, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծարար զարգացման միջավայր, այսինքն առնվազն 2000 երեխա տուժում է եկեղեցու դեմ իշխանությունների սկսած հալածանքի պատճառով։ Փոխարենը տարածքը մնում է դատարկ, նախագիծը թղթի վրա, իսկ համայնքը առանց այն կրթական և սոցիալական ներուժի, որը կարող էր ձևավորել ավելի կարող նոր սերունդ։ Իսկ հողերի տրամադրման կարգին վերաբերող իրավական մի փոփոխություն իրականում վերածվում է կոնկրետ կորստի՝ չկառուցված դպրոց, չստեղծված հնարավորություններ և չիրացված ապագա։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։